Ողջունում եմ ձեզ, սիրելի եղբայրներ եւ քույրեր։ Վերջերս ես կարդացի մի պատմություն ժայռամագլցողի մասին, ով բարձրացել էր Half Dome հայտնի ժայռը Յոսեմիտյան հովտում։ Ինձ անմիջապես հետաքրքրեց, քանի որ եղել էի այս հովտում եւ տեսել էի այս ժայռը։ Այն իրականում նման է գնդակի կամ գմբեթի, որը մեջտեղից կտրված է։ Այդ իսկ պատճառով այն կոչվում է Half Dome։ Այսինքն, երբ հովտից նայում ես ժայռին, թվում է, թե գետնից դուրս է ցցված հսկայական գունդ եւ ուղիղ մեջտեղից կտրած։ Կարծես մեջտեղից ուղիղ գծով կտրած լինեն։ Կտրված կողմը նայում է դեպի ձորը եւ գրեթե ուղղահայաց պատ է, որը հեռվից կարծես թե կտրված է հավասարապես ինչ որ բարձրահարկ շենքի զառիթափ ժայռի պես։ Ասես վերցրել են մի մեծ գլուխ պանիր եւ հսկայական դանակով կիսել այն, եւ այդպես առաջացել է կիսագմբեթը։ Այս հսկայական ժայռը բարձրանում է հովտի վերևում 700 մետր բարձրության վրա։ Ալպինիստի անունը, ով բարձրացել է այս ժայռը, Ալեքս Հոնոլդ է։ Ալեքս Հոնոլդ։ Դե դուք պարտադիր չհիշեք նրա անունը։ Ամենամեծ հնարքն այն է, որ նա դա արեց free solo ոճով։ Այսինքն նա ժայռը բարձրացել է բացարձակապես միայնակ, առանց ուղեկցող խմբի եւ բացարձակապես առանց մագլցող հանդերձանքի։ Այսինքն նա չուներ ոչ պարաններ, ոչ ճաղեր քարամագլցման համար, ոչ ժայռային մուրճ, ոչ էլ բազմազան կարաբիններ, ոչ երկարակապեր, ոչ անվտանգության տարրեր, միայն ձեռքերն ու ոտքերը եւ մագնեզիումով պարկ, որպեսզի ձեռքերը չսայթաքեն։ Այսպիսով Ալեքս Հոնոլդը պատմում է, թե ինչպես է դա տեղի ունեցել։ Հիմնական խնդիրը, ինչպես նաև պատի առանձնահատուկ հմայքը, նրա հրեշավոր չափն էր 700 մետր։ Նախ եւ առաջ նա մագլցեց ժայռը անվտանգությամբ, որպեսզի կարողանա ընդհանուր պատկերացում կազմել դրա մասին, որտեղ են դժվար վայրերը, որտեղ պետք է դնել ձեռքերը, ոտքերը եւ այլն։ Ուր գնալ, որ եզրեր ընտրել, որպեսզի հանկարծ չխրվի պատի մեջտեղում առանց շարունակելու։ Այդ դեպքում դա ողբերգություն կլիներ։ Եվ այսպես տեխնիկայով այս վերելքը ավարտելուց 2 օր անց, երբ արդեն մենակ ու առանց տեխնիկայի մոտեցել էր պատին, հանկարծ որոշեց գնալ անհայտ ճանապարհով։ Նա գիտեր, որ գոյություն ունի երթուղու տարբերակ, որը ներառում է 100 մետրանոց շրջանցում ամենադժվար հատվածներից մեկի շուրջը, եւ հանկարծ նա որոշեց ընտրել այս տարբերակը եւ բաց թողնել դժվարին մասը, թեև նախկինում երբեք չէր փորձել այս լուծումը։ Անհայտ ճանապարհով անցնելով նա անմիջապես սկսեց կասկածել իր ուժերի վրա։ Պատկերացրեք, թե ինչ է հայտնվել 700 մետրանոց պատի մեջտեղում, առանց անվտանգության սարքավորումների, մի քանի 100 մետր բարձրությամբ եւ առանց հետադարձի, որովհետեւ չեք կարող ասել՝ վայ, կներեք, ես սկսելու եմ իջնել։ Որքան հասկանում եմ, ժայռի վրա դա գործնականում անհնար է, ու հանկարծ սկսում ես մտածել. միթե կորած եմ, միթե մոլորված եմ, հիմա որ ճանապարհով գնամ։ Փառք Աստծո, որ նա չշեղվեց երթուղուց, եւ շրջանցելուց հետո վերադարձավ հիմնական երթուղի։ Ավելի ուշ նա այդ պահի մասին խոսեց։ Ասում է, մահու չափ վախեցա, բայց փորձում է չշեղվել այդ զգացողության վրա, պետք է սառնությունս պահպանեի։ Բարձրանալիս նա ավելի ու ավելի հստակ լսում էր գագաթին զբոսաշրջիկների շաղակրատությունն ու ծիծաղը։ Նրանք բոլորը քայլում էին այս լեռան հակառակ կողմի արահետով, որտեղ նա ծրագրում էր իջնել։ Կար մի նուրբ ճանապարհ, որով զբոսաշրջիկները սովորաբար բարձրանում էին այս ժայռի վրա, բայց այն գագաթից բաժանված էր հարթ գրանիտե սալիկի մի հատվածով, առանց որևէ ճեղքերի եւ բռնելու կետերի։ Միայն ռելիեֆի թեթև ալիքներ, գրեթե ուղղահայաց պատի վրա։ Նա ստիպված էր իր կյանքը վստահել քարե կոշիկների շփմանը հարթ գրանիտի վրա։ Նա ուշադիր հավասարակշռում էր, ընտրելով իր ուղին դեպի վեր եւ տեղափոխելով իր քաշը փոքր եզրերի միջև, որ հենակետերից մեկը իրեն անհուսալի թվա։ 2 օր առաջ նա առանց մտածելու ուղղակի ոտք կդներ, քանի որ այն ժամանակ ապահովագրված էր։ Բայց հիմա այս հենարանը չափազանց փոքր ու սայթաքուն էր թվում։ Եվ նա վստահ չէր, որ ոտքը չի սայթաքի։
Ալեքսը ոտքը ավելի կողք տեղափոխեց եւ ավելի վատացավ իրավիճակը։ Նա փոխել է ոտքերը եւ ավելի հեռու է շարժել ոտքը, ինչն էլ ավելի վատացրեց։ Հետո նա խուճապի մատնվեց։ Նա ծիծաղ լսեց վերևում, հենց իր վերևում։ Ավելի ուշ նա խոստովանեց. Ես ուզում էի լինել ցանկացած վայրում, բացի այդ ժայռի վրայից։ Ուղեղը տենդագին լուծում էր փնտրում։ Նա գիտեր, թե ինչ պետք է անել, բայց դա չափազանց սարսափելի էր։ Նրան մնում էր միայն կանգնել աջ ոտքի վրա։ Նրանից մի հավերժություն պահանջվեց ընդունելու դրա անհրաժեշտությունը։ Նա մարմնի ծանրությունը փոխանցեց աջ ոտքին։ Այն չսայթաքեց, չմահացավ։ Եվ այս քայլով ավարտվեց նրա վերելքի ամենադժվար հատվածը։ Այնտեղից նա այլևս չէր բարձրանում, այլ գրեթե վազում էր դեպի գագաթը։ Սովորաբար ալպինիստները հասնում են կիսագմբեթի վերին մաս, պարանով եւ մի փունջ մագլցող հանդերձանքով։ Զբոսաշրջիկները նայում են նրանց ու անմիջապես վազում նրանց մոտ, նրանց հետ նկարվելու, խմբերով հավաքվելու նրանց շուրջը։ Բայց Ալեքս Հոնալդը բարձրացավ առանց որևէ հանդերձանքի, կիսամերկ, ծանր շնչելով եւ ուժասպառ։ Բայց ոչ ոք նույնիսկ չշրջվեց։ Նա մոլորված զբոսաշրջիկի տեսք ուներ, որը շատ մոտ էր գնացել եզրին։ Նա շրջապատված էր մարդկանցով, ովքեր հանգստանում էին եւ զրուցում հեռախոսով։ Նա զգում էր, կարծես թե առևտրի կենտրոնում է։ Նա հանեց իր քիփ մագլցող կոշիկները եւ քայլեց արահետով։ Եվ միայն այդ ժամանակ նրան նկատեց զբոսաշրջիկներից մեկն ու ասաց. «Ոտաբոբիկ եք եկել այստեղ, դա այնքան զիլ է»։ Շատ զվարճալի պատմություն։ Ես նկատեցի հետևյալ կետը. ինչպես էին մարդիկ վերաբերվում այն փաստին, որ այս մարդը ոտապոպիկ էր քայլում։ Դուք ոտապոպիկ եք եկել այստեղ, դա այնքան զիլ է։ Չնայած նա իրականում ոտապոպիկ չի եկել այստեղ։ Նա եկել է այստեղ մագլցող կոշիկներով, եւ նրա մեջ զիլն այն չէր, որ նա հանեց կոշիկները, այլ այն, որ նա իրականում 700 մետր բարձրությամբ ժայռի վրա բարձրացավ բոլորովին միայնակ, առանց հանդերձանքի եւ առանց անվտանգության սարքավորումների։ Բայց մարդիկ լիովին սխալ էին գնահատում այս մարդու գործողությունները, քանի որ չգիտեին ողջ նախորդ պատմությունը։ Նույնը տեղի է ունենում մարդկային շարժառիթների գնահատման դեպքում։ Մենք կարծում ենք, որ ամեն ինչ հասկանում ենք։ Դե պարզ է, թե այստեղ ինչ է փնտրում մարմինը եւ ինչ շարժառիթներ են կառավարում մարդուն։ Բայց իրականում մենք ամենից հաճախ կոպիտ սխալվում ենք, քանի որ չգիտենք մարդու ապրած ամբողջ նախապատմությունը։ Մենք նրա տեղում չենք եղել, չենք ունեցել նրա ունեցած փորձը։ Ուստի չենք կարողանում համարժեք գնահատել, այլ նույնիսկ պարզապես հասկանալ նրա դրդապատճառները։ Ահա թե ինչու Աստվածաշունչը ասում է Ա Կորինթացիս 4:5-ում. ուրեմն ժամանակից առաջ մի դատեք, միջև գա Տերը, որը ի լույս կհանի այն, ինչ թաքնված է խավարում, եւ հայտնի կդարձնի սրտերի խորհուրդները։ Այստեղ չի ասում, որ քրիստոնյաները ընդհանրապես ոչինչ չպետք է դատեն։ Աստվածաշունչը շատ բան է ասում, թե ինչպես մենք պետք է դատենք։ Դատենք գործերը, արարքները, օբյեկտիվ բաները, օբյեկտիվ վարքը, բայց երբ խոսքը վերաբերվում է սրտի մտադրություններին, Աստվածաշունչը ասում է. ժամանակից առաջ մի դատեք, միջև գա Տերը, որը ի լույս կհանի այն, ինչ թաքնված է խավարում, եւ հայտնի կդարձնի սրտերի խորհուրդները։ Այդ ժամ յուրաքանչյուրը գովասանքի կարժանանա Աստծուց։ Ա Կորինթացիս 4:5։ Մենք ուսումնասիրում ենք Պետրոսի երկրորդ թուղթը, որը խոսում է հոգևոր աճի մասին, եւ վերջին քարոզում մենք հասանք այսպես կոչված հոգևոր աճի սանդուղքին։ Այդ սանդուղքի առաջին քայլը ճիշտ շարժառիթներն են։ Մենք կարդում ենք առաջին գլխում, հատված 5, երկրորդ Պետրոս, առաջին գլուխ, համար 5։ Եվ այս բանի համար ամեն ջանք թափելով ձեր հավատը հարստացրեք։ Ինչով? Առաքինությամբ։ Եվ մենք խոսեցինք այն մասին, որ առաքինություն բառը հունարեն բնագրում եւ ընդհանրապես ռուսերենում այս բառը նշանակում է վատ արարքներ։ Առաքինությունները, մարդկային առաքինությունները վերաբերվում են բարոյական հատկանիշներին, եւ այս համատեքստում այս բառը վերաբերվում է մարդու ճիշտ շարժառիթներին կամ արժեքներին, բարին անելու ցանկությունը, ճիշտը անելու ցանկությունը, դա առաքինություն է։ Վերջին քարոզում մենք քննարկեցինք, թե ինչու են դրդապատճառները առաջին տեղում հոգևոր կյանքում, հոգևոր սանդուղքի վրա, եւ ինչպես ճանաչել ձեր շարժառիթները։ Եթե չեք լսել այդ քարոզը, խորհուրդ եմ տալիս լսել այն։ Այսօր, ինչպես խոստացել էի ձեզ նախորդ անգամ, մենք կխոսենք այն վտանգների եւ սխալների մասին, որոնք կան դրդապատճառների հետ կապված։ Որոնք են դրդապատճառները բացահայտելու եւ դրանց հետ աշխատելու վտանգներն ու սխալները։
Նման վտանգներն ու սխալները իրականում բավականին շատ են։ Ես հաշվել եմ առնվազն 9 շատ մեծ ու շատ տարածված վտանգներ ու սխալներ։ Չգիտեմ, թե այս մեկ քարոզի շրջանակներում որքանով կկարողանանք լուսաբանել դրանք, մենք կփորձենք քննարկել այնքան, որքան կարող ենք։ Եթե ինչ-որ բան չհասկանաք, ապա անձնական հաղորդակցության մեջ կանցնենք։ Իսկ հետո Աստծո կամոք կկիսվեմ ձեզ հետ այս քարոզի նյութերով, եւ դուք կկարողանաք շարունակել կարդալ։ Բայց մենք կփորձենք քննարկել այնքան, որքան կարող ենք։ Այսպիսով դրդապատճառները որոշելու եւ դրանց հետ աշխատելու առաջին իսկ կետը, առաջին վտանգը կամ սխալը Սուրբ գրքի մեղադրական դերի թերագնահատումն է։ Թերագնահատելով Սուրբ գրության բացահայտող դերը։ Մի անգամ ես աստվածաբանության դաս էի դասավանդում հովվական խորհրդատվության դասընթացում, եւ ես հարցրեցի հանդիսատեսին, թե արդյոք մենք կարող ենք բացահայտել մարդու արժեքները, առանց նրան հարցեր տալու։ Ինձ սկսեցին ասել, ոչ, առանց հարցեր տալու հնարավոր չէ։ Հետո հարցրի, կարող ենք արժեքները բացահայտել պարզապես Աստվածաշունչը մարդուն քարոզելով։ Եվ մի մարդ ասաց ոչ։ Աստվածաշունչը տեղեկատվություն է տալիս միայն մարդու արժեքները բացահայտելու եւ սխալ արժեքները բացահայտելու համար։ Կներեք, Աստվածաշունչը միայն տեղեկատվություն է տալիս մարդուն այն մասին, թե ինչը ճիշտ է եւ ինչը սխալ։ Իսկ մարդու արժեքները բացահայտելու համար անհրաժեշտ է հոգեխնամակալի աշխատանք։ Այսպիսի պատասխան տրվեց. Աստվածաշունչը միայն տեղեկատվություն է տալիս, բայց արժեքներ բացահայտելու եւ սխալ արժեքները բացահայտելու համար անհրաժեշտ է հոգեխնամակալի աշխատանք։ Այսինքն այս մարդուն արդեն ներշնչված էին հոգեվոր խնամքի վերաբերյալ որոշակի հայացքներ։ Եվ հետո ես մեջբերեցի մի քանի տեքստեր Սուրբ գրքից, որոնք բոլորովին այլ բան են ասում։ Առաջին Կորինթացիներ 14-րդ գլուխ, համարներ 24-ից 25։ Առաջին Կորինթացիներ 14 գլուխ, համարներ 24-ից 25։ Եթե բոլորը մարգարեանան եկեղեցում, ասում է Պողոս առաքյալը, եթե բոլորը մարգարեանան եկեղեցում, ու մի անհավատ կամ անգետ կա մտնի, նախքան առաջանցնելը, եկեք հասկանանք, թե ինչի մասին է խոսում Պողոս առաքյալը։ Ինչ է մարգարեությունը։ Երբ մարդիկ մարգարեանում են, հարցեր տալիս են։ Ոչ։ Աստվածաշնչյան ըմբռնման մեջ մարգարեությունը Աստծո խոսքի փոխանցումն է։ Այսինքն սա Աստծո հայտնության պատգամ է։ Ամենից հաճախ դա ուղղակի հայտնություն է, որը տրված է անմիջապես Աստծուց, մարգարեի միջոցով։ Որոշ դեպքերում ավելի լայն իմաստով։ Մարգարեության այս տերմինը նույնիսկ կիրառվում է արդեն հայտնի ճշմարտության հաղորդման համար։ Նա, ով մարգարեանում է, խոսում է մարդկանց հետ շինության, հորդորների եւ մխիթարության համար։ Այսպիսով, այստեղ մենք խոսում ենք այն իրավիճակի մասին, երբ եկեղեցում բոլորը մարգարեանում են, եւ ներս է մտնում մեկը, ով անհավատ է կամ տգետ։ Եվ հետո Պողոսն ասում է, որ նա բոլորի կողմից կհանդիմանվի, բոլորի կողմից կդատվի։ Եվ այսպես ինչ։ Նրա սրտի գաղտնիքները հայտնի կդառնան։ Ապա երեսնիվայր ընկած Աստծուն կերկրպագի, խոստովանելով, որ Աստված արդար է ձեր մեջ է։ Ուշադրություն դարձրեք, որ հենց այս իրավիճակի մասին է խոսվում։ Սրտի գաղտնիքների բացահայտումը։ Ինչպես են բացահայտվում նրա սրտի գաղտնիքները։ Այս իրավիճակում սրտի գաղտնիքները բացահայտվում են առանց որևէ հարցի։ Չկա ոչ մի հարց, որը մարդիկ կտան այս մարդուն, այլ միայն ճշմարտության հռչակումը։ Բայց այս ճշմարտությունը այնքան համընդհանուր է եւ այնքան խորն է թափանցում մարդու սիրտ, որ նա հասկանում է, որ դա ուղղակիորեն իրեն է վերաբերվում։ Սա է քարոզչության գործառույթը։ Սա է Աստծո հայտնության գործառույթը, երբ բոլորը մարգարեանում են, նրա սրտի գաղտնիքները բացահայտվում են։ Եվ այսպես պարզվում է, որ սրտի արժեքներն ու գաղտնիքները, սրտի խորությունը կարելի է բացահայտել ոչ միայն հարցեր տալով, այլև ճշմարտությունը հաղորդելու միջոցով։ Իսկ ճշմարտությունը ինքնին մեղադրական ազդեցություն ունի։ Հակոբոս գլուխ 1, համարներ 23-ից 25։ Որովհետև խոսքը միայն լսողը եւ չկատարողը նման է այն մարդուն, որ հայլու մեջ ակնապիշ դիտում է իր սեփական դեմքը։ Նա նայեց իրեն, հեռացավ ու անմիջապես մոռացավ, թե ինչպիսին է ինքը։ Այստեղ Աստծո խոսքը կարդացող կամ Աստծո խոսքը լսող մարդու մասին է։ Եվ նրան համեմատում են մի մարդու հետ,
ով հայլու մեջ նայում է իր դեմքի բնական հատկանիշներին։ Ստացվում է, որ մարդն իրեն տեսնում է Աստծո խոսքի մեջ։ Երբ խորանում ենք Սուրբ Գրքի Աստծո խոսքի մեջ, որը շատ բան է ասում մարդու մասին, եւ շատ բան է ասում մեր սրտի, եւ մեղքի պատճառի մասին։ Եվ երբ կարդում ենք Սուրբ Գիրքը, լսում Սուրբ Գրքի բացատրությունը, ապա մեզ թվում է, թե հայլու առջև ժողովի ենք նստած։ Մենք ինքներս մեզ ենք նայում հայլու մեջ։ Այդպիսով մեր սիրտը բացահայտվում է ոչ միայն այն ժամանակ, երբ մենք մի կողմ ենք դնում Աստվածաշունչը եւ պարզապես փորփրում ենք մեր մեջ եւ ինքներս մեզ հարցեր տալիս, այլ նաեւ մեր սիրտը բացահայտվում է, երբ մենք նայում ենք Սուրբ Գրքին, քանի որ պատահական չէ, որ Սուրբ Գիրքը համեմատվում է հայլու հետ։ Մենք մեզ տեսնում ենք այնպիսին, ինչպիսին որ կանք։ Երբ լսվում է Սուրբ Գրքի քարոզն ու բացատրությունը, կամ երբ կարդում եւ խորանում ենք Սուրբ Գրքի իմաստի մեջ, դա ցույց է տալիս մեզ ինքներս մեզ։ Այսինքն մենք կարծես հայլու առջև ենք եւ ավելի լավ ենք տեսնում այն, ինչ կա մեր մեջ, եւ ավելի լավ ենք հասկանում ինքներս մեզ, երբ խորանում ենք Սուրբ Գրքի մեջ։ Եբրայեցիս 4:12 հատված, Եբրայեցիս 4:12։ Կենդանի է Աստծո խոսքն ու ազդեցիկ, եւ ամեն մի երկսայրի սրից առավել կտրուկ է։ Այն թափանցում է միջև շնչի եւ հոգու հոդերի ու ողնածուծի բաժանումը, քննում է սրտի խոկումներն ու խորհուրդները։ Այս համարը նշում է Աստծո խոսքի մի քանի հատկանիշներ, 4 հատկանիշներ։ Նախ այն կենդանի է, այսինքն իր մեջ կյանք կա։ Երկրորդ, ակտիվ է, այսինքն ուժ ունի։ Երրորդը, ավելի սուր է, քան երկսայրի սուրը, այսինքն կարող է մասնատել։ Չորրորդը, այն դատում է, ավելի ճիշտ կարող է դատել։ Այստեղ գործածվող հունարեն բառը կրիտիկոսն է, որից էլ առաջացել է մեր լեզվում քննադատ կամ քննադատություն բառը։ Իսկ այս կրիտիկոս ածականը նշանակում է դատելու կարողություն, դատելու ընդունակ։ Իսկապես, Աստծո խոսքն ունակ է տարբերելու մտքերն ու շարժառիթները։ Առաջին հայացքից թվում է, թե սա հակասություն է, եւ շատերը անծանոթ են Աստծո խոսքի այս համոզիչ ազդեցությանը։ Ասում են, ինչպես կարող է Աստծո խոսքը դատել։ Դա կենդանի մարդ չէ։ Դա պարզապես գրավոր տեքստ է, չէ՞, բայց մարդն արդեն կարող է կիրառել Աստծո այս խոսքը։ Ոչ, սպասեք, այստեղ ասում է, որ Աստծո խոսքը կենդանի է։ Այդպես չէ։ Աստծո խոսքը կենդանի է։ Այստեղ ասում է, որ ոչ пассив է, ակտիվ է, ազդեցություն ունի։ Այստեղ ասում է, որ դա ոչ թե բութ գործիք է, որը ինքնուրույն ոչինչ չի կարող անել, այլ թափանցում է հենց խորքերը։ Եվ այստեղ ասում է, որ այն ունակ է ինքն իրեն դատելու։ Ինչը դատելու։ Եվ նա դատում է սրտի մտքերն ու մտադրությունները։ Իսկապես, Աստծո խոսքը ինքնին, երբ այն կարդում ենք, երբ լսում ենք դրա քարոզը, թափանցում է սրտի խորքը եւ մերկացնում մեր սխալ մղումները։ Մի նշանավոր քարոզիչ, Սուրբ Գրության մեկնիչ, Աստվածապան գրում է, որ Աստծո խոսքը կատարյալ քննիչ է եւ կատարյալ քննադատ։ Այն հիանալի վերլուծում է ոչ միայն փաստերը, այլև բոլոր դրդապատճառները, մտադրություններն ու համոզմունքները, որոնք չեն կարողանել անգամ ամենաիմաստուն երկրային դատավորները կամ քննադատները։ Նրա խոսքի սուրը չի սխալվում, ոչ դատարանում, ոչ դատավճռում։ Ցավոք սրտի շատերը թերագնահատում են, երբ խոսում են դրդապատճառների մասին։ Թերագնահատում են Սուրբ Գրքի համոզիչ գործառույթը, որն ինքնին ունակ է բացահայտելու մեր դրդապատճառները։ Սուրբ Գրության դատապարտող գործառույթի թերագնահատման պատճառով կա նաև քարոզչության թերագնահատում։ Հոգեխնամքի մի ուսուցիչ, բավականին հայտնի ուսուցիչ, իհարկե նրա անունը չեմ նշի, վերջերս Facebook-ում ցուցադրական քարոզի մասին գրել է. Տեսեք, սա բացատրական քարոզչության մասին է։ Այսինքն շաբաթ առ շաբաթ քարոզում, Աստծո խոսքը բացատրելու, հատված առ հատված բացատրելով Սուրբ Գրության իմաստը։ Այսպիսով հոգեխնամքի այս ուսուցիչը գրում է ցուցադրական քարոզի մասին։ Դե սրանք փորձեր են, առանց ամբիոնից դուրս գալու, կաթոցիչից աչքի կաթիլներ դնել հանդիսատեսի աչքի մեջ, այսինքն անհատական ծառայության մեջ, անձնական ներգրավվածության բացակայություն։ Ինչ? Ես չեմ կարող հասկանալ, թե ինչպես կարելի է նման խոսքեր ասել։ Իհարկե վրդովեցուցիչ է։ Քարոզելու այս տեսակետը բավականին խնդրահարույց է եւ սխալ։
Այն նախ եւ առաջ ենթադրում է, որ Աստծո խոսքի ընդհանուր սկզբունքները տեղին չեն բոլոր հավատացյալների համար։ Նա ենթադրում է, որ պետք է ամեն մեկին մոտենալ կաթոցիչով եւ կաթեցնել հատուկ դեղամիջոց, բայց նույն դեղը կամ հացը կամ սնունդը, որը բաժանվում եւ լսվում է ամբիոնից, բոլորի համար բոլորին չի համապատասխանում։ Յուրաքանչյուր ոգ ունի յուրահատուկ խնդիրներ։ Այս տեսակետը ենթադրում է, որ յուրաքանչյուր մարդու հոգեվոր խնդիրները եզակի են եւ նման չեն որևէ մեկին, մինչդեռ իրականում դա այդպես չէ։ Մեր հոգեվոր խնդիրները ամենից հաճախ եզակի չեն եւ ամենից հաճախ դրանք բնորոշ են բոլոր մարդկանց։ Երրորդ, քարոզչության այս տեսակը անտեսում է այն սկզբունքը, որ ամբողջ Սուրբ Գիրքը Աստծո շնչով է եւ օգտակար է վարդապետության, հանդիմանության, ուղղելու, արդարության մեջ խրատելու համար, որպեսզի Աստծո մարդը լիովին պատրաստված լինի ամեն բարի գործի համար։ Տեսեք, այստեղ չի ասվում, որ Սուրբ Գրքի որոշ հատվածներ օգտակար են հանդիմանության համար։ Ամբողջ Սուրբ Գիրքը օգտակար է։ Ամբողջ Սուրբ Գիրքը ներշնչված է Աստծուց, քանի որ ամբողջ Սուրբ Գիրքը ներշնչված է Աստծուց, ուստի ողջ գրությունը նույնպես ձեռնտու է։ Եթե ասենք, որ Սուրբ Գրքի ամեն մի տեքստ չէ, որ օգտակար է ուսուցանելու, հանդիմանելու, ուղղելու, արդարության մեջ խրատելու համար, ապա ստիպված կլինենք ասել, որ Սուրբ Գրքի ամեն մի տեքստ չէ, որ ներշնչված է Աստծուց։ Իրականում ամբողջ Սուրբ Գիրքը եւ երբ մենք քարոզում ենք Սուրբ Գրքի որևէ տեքստ, որևէ քարոզում, եթե ճիշտ բացատրենք Աստծո խոսքի իմաստը, այն միշտ ձեռնտու կլինի բոլոր ներկաներին։ Իրենց կրթության համար, սովորեցնելու նրանց, թե ինչն է ճիշտ, ինչը ոչ։ Մերկացնելու դրանք, այսինքն ցույց տալ, թե մարդը որտեղ է սխալվում, մոլորվում, որտեղ է սխալ։ Ուղղել դրանք, ուղղել նրան եւ ուղղորդել ճիշտ ճանապարհով, արդարության մեջ խրատել, բացատրել, թե ինչպես պետք է գործի մարդը։ Ի վերջո, ինչ է ամբողջ Սուրբ Գիրքը ներկայացնում Աստծո մարդու մասին։ Ամբողջական եւ մանրակրկիտ պատրաստված յուրաքանչյուր լավ աշխատանքի համար։ Վերջապես, քարոզչության այս տեսակը հաշվի չի առնում Սուրբ Հոգու կարողությունը յուրօրինակ կերպով կիրառելու Սուրբ Գիրքը հավատացյալի սրտում։ Այո, բոլորի համար նույն ճշմարտությունները հնչում են։ Քարոզը բոլորին փոխանցում է նույն ճշմարտությունները։ Բայց մի մոռացեք Սուրբ Հոգու մասին։ Սուրբ Հոգին ի վիճակի է ուղերձի ճշմարտությունները յուրօրինակ կերպով կիրառել յուրաքանչյուր հավատացյալի սրտում։ Մեզ համոզելով, թե որտեղ ենք մենք սխալվում, ցույց տալով մեզ ճշգրիտ մեր մոլորությունները կամ սխալ շարժառիթները, մեզ մատնանշելով մեր որոշ կոնկրետ թերությունների կամ ցուցումներ տալով, թե ինչ պետք է սովորենք եւ յուրացնենք։ Ուստի, եթե հասկանանք, որ Սուրբ Հոգին ի վիճակի է Աստծո խոսքը մարդու սրտին յուրօրինակ կերպով կիրառել, ապա կհասկանանք, որ Աստծո խոսքի քարոզչությունը անպայման կատարում է հոգեխնամքի գործառույթ։ Հայտնի Հովիվ Մաքարթուրը իր բավարարությունը Քրիստոսում գրքում, որտեղ շատ է խոսվում հոգևոր խնամքի մասին, օրինակներ է բերում, թե ինչպես են մարդիկ գրում իրեն եւ վկայում, որ իրենք բժշկվել են հոգևոր խնդիրներից քարոզներ լսելով։ Այսինքն քարոզներ լսելը եւ նրանք նշում են նաեւ սուրբ գրություններ անգիր անելը։ Այսինքն քարոզներ լսելը եւ Սուրբ Գրքի շուրջ խորհրդածելը նրանց սրտերում հոգևոր աշխատանք առաջացրեց։ Սովորաբար այսպես էլ պետք է լինի։ Սովորաբար Սուրբ Գիրքը կարդալու եւ քարոզներ լսելու միջոցով քրիստոնյաները պետք է ստանան հոգևոր օգնություն, որը բավարար է մեղքի դեմ արդյունավետ պայքարելու համար։ Եվ միայն այն դեպքում, երբ անձեռնմխելիության այս առաջին գիծը այսպես ասած չի գործում, ապա անհրաժեշտ է օգնականների, իմունային օգնականների, հովիվների եւ եկեղեցու այլ անդամների օգնությունը, ովքեր օգնում են մարդուն մեղքի վարակի դեմ պայքարում։ Հրաշալի օրինակ թե ինչպես Սուրբ Հոգին հագցրեց մարդու սիրտը ճշմարտության հաղորդման միջոցով, այսինքն քարոզչության միջոցով։ Նաթանի եւ Դավթի օրինակն է։ Հիշում եք, երբ Նաթանը եկավ Դավթի մոտ։ Նաթանը Դավիթին հարցեր չտվեց իր մտադրությունների, մտածելակերպի, սրտի կամ իրավիճակի մանրամասների մասին։ Նաթանը նրան ասաց մի օրինակ. հիշում եք, թե ինչպես մի հարուստ մարդ ոչխար ուներ եւ ինչ արեց։ Ավելի ճիշտ աղքատն ուներ ոչխար, իսկ հարուստը գողացավ այս ոչխարը, հիշում եք։ Այսինքն նա նրան ասաց մի օրինակ, մոտավորապես այնպես, ինչպես մենք քարոզում ենք օրինակներ, որոնք բացահայտում են մեր կյանքի, մեր մտածողության որոշ կողմերը։ Եվ հետո Նաթանը այս առակը հատուկ կիրառեց Դավթի վրա։ Նա ասաց. «Դու, այդ մարդը, անհատականացրիր այս նկարազարդումը
Եվ հենց այդ պահին Սուրբ Հոգին ներդրումով խոցեց Դավթի սիրտը։ Այսպես է գործում հոգեխնամքը քարոզչության մեջ։ Այսինքն քարոզիչը բացահայտում է Աստծո խոսքը, նկարազարդումներ է տալիս կյանքից, որոնք օգնում են մեզ ավելի լավ հասկանալ այն, համեմատություններ անել, եւ այդ պահին Սուրբ Հոգին վերցնում է քարոզի ճշմարտությունը եւ ներդրումով խոցում մեր սիրտը։ Այսպիսով մենք նայեցինք մեր շարժառիթներով աշխատելու առաջին սխալին։ Սա թերագնահատումն է Սուրբ Գրքի համոզիչ դերի։ Հաջորդ, երկրորդ սխալը։ Սա Սուրբ Գրքի մեկնաբանությունն է շարժառիթների պրիզմայով։ Սուրբ Գրքի մեկնաբանությունը շարժառիթների պրիզմայով։ Եթե անառողջ շեշտադրում է արվում մարդկային հոգեխնամության որոշ մեթոդների վրա, ապա նույնիսկ այնտեղ, որտեղ Սուրբ Գիրքը մեջբերվում եւ քննարկվում է, այդ մեթոդները հաճախ ստվերում են հենց Սուրբ Գրքի իմաստը։ Հասկանում եք։ Եթե կա անառողջ շեշտադրում մարդկային որոշակի մեթոդների վրա, ապա նույնիսկ երբ մարդիկ սկսում են վերցնել Սուրբ Գիրքը եւ մեջբերել այն, մեթոդները ստվերում են հենց Սուրբ Գրքի իմաստը։ Սա շատ հաճախ է պատահում, ես դա շատ անգամ եմ տեսել։ Օրինակ, ես լսել եմ բազմաթիվ քարոզներ, որոնք կառուցվել են աստվածաշնչյան հերոսների հոգեվերլուծության սկզբունքով։ Այսինքն վերցնում են աստվածաշնչյան պատմություն, մի քանի կերպարների, հետո հոգեվերլուծություն են անում։ Ինչու եւ ինչ պատճառներով է այս մարդը ասել այս խոսքերը։ Ինչից ելնելով այս մարդն այսպես պատասխանեց։ Ինչու այս մարդը դա արեց։ Եվ նրանք ավելի են խորանում մարդկանց դրդապատճառների մեջ եւ փորձում են ճանաչել կամ կռահել աստվածաշնչյան կերպարների դրդապատճառները, նույնիսկ երբ Սուրբ Գիրքը ուղղակիորեն չի խոսում նրանց մասին։ Ամենից հաճախ դա արվում է իհարկե բոլոր տեսակի հովվական դասընթացների, շրջանավարտների եւ ուսուցիչների կողմից։ Որն է խնդիրը։ Խնդիրն այն է, որ շեղում կա հեղինակի մտքից։ Հեղինակը այդ իմաստը չի դրել այդ պատմության մեջ, եւ պատմության իմաստը իրականում կարող է բոլորովին այլ լինել։ Մի մարդ բոլորովին վերջերս մենք նույնիսկ նամակագրություն ենք ունենում միմյանց հետ։ Եվ նա մեկնաբանեց Քրիստոսի զրույցը հարուստ երիտասարդի հետ սրտի մեթոդի պրիզմայով։ Հիշում եք, որ 2 քարոզ առաջ ձեզ ասացի սրտի մեթոդի մասին։ Նա խոսեց այն մասին, թե ինչպես է այս մեթոդը շատ հաճախ օգտագործվում որոշ շրջանակներում, որոշ հոգևոր առաջնորդների կողմից։ Եվ այսպես, այս մարդը, ով օգտագործում է այս մեթոդը, նա փորձում էր պաշտպանել այս մեթոդը, ասել, որ դա աստվածաշնչյան է։ Դա լիովին համապատասխանում է աստվածաշնչին։ Այն բխում է աստվածաշնչից։ Չնայած իհարկե դա իրականում աստվածաշնչում չկա, ոչ միտեղ չեք գտնի։ Բայց տղամարդը փորձեց պաշտպանել այս մեթոդի ենթադրյալ առավելությունները։ Եվ դա արեց ոչ հաջողակ ձևով, քանի որ նա իրականում ցույց տվեց այս մեթոդի վտանգավորությունը։ Նա Քրիստոսի զրույցը հարուստ երիտասարդի հետ մեկնաբանեց սրտի մեթոդի պրիզմայով։ Նրա խոսքերն եմ մեջբերում ձեզ, բառացիորեն մեջբերում եմ, հենց նրա խոսքերն եմ կարդում։ Սա նրա մեկնաբանությունն է։ Նա գրում է. իրադարձություն, ինչ է պատահել։ Երիտասարդը ունի փրկության երաշխիք եւ նա գալիս է Հիսուսի մոտ հարցով։ Բնական ռեակցիա. ինչ է անում երիտասարդը ի պատասխան։ Հիսուսը ցույց է տալիս նրան Աստծո պատվիրանները, եւ այս կերպ երիտասարդը խոսում է այն մասին, թե ինչ է արել մինչ այժմ, փորձում է կատարել պատվիրանները։ Ներողություն եմ խնդրում։ Սա կարող է ամբողջովին պարզ կամ կապված չէ, բայց ես բառացիորեն մեջբերում եմ այն, ինչ գրել է այդ մարդը։ Հաշվարկ, ինչի էր ուզում հասնել երիտասարդը։ Նա փորձում էր պահել պատվիրանները, որպեսզի վստահություն ունենա փրկության վրա։ Փաստարկներ, ինչպես արդարացրեց իրեն։ Այս ամենը ես պահպանել եմ իմ պատանեկությունից։ Ինչն է դեռևս պակասում ինձ։ Եվ հիմա Հիսուսը սահմանում է իր արժեքները։ Ինչն է կառավարում նրա սիրտը, հարստությունը, որն է մեծահարուստ երիտասարդի մասին այս պատմությունը սրտի մեթոդի պրիզմայով մեկնաբանելու խնդիրը։ Խնդիրն այն է, որ դա շեղվում է հեղինակի մտադրությունից։ Սա ամենևին էլ այն չէ, ինչ հեղինակը ցանկացել է սովորեցնել իր ընթերցողներին։ Եվ եթե դուք կարդում եք այս ավետարանական պատմությունը, չիմանալով սրտի մոտեցման մասին, ապա երբեք այն այդպես չեք մեկնաբանի։ Այս պատմության սկզբում եւ այս պատմության վերջում կան մեկնաբանություններ, որոնք սահմանում են թեման։ Եվ եթե ուղղակի ուշադիր նայեք պատմության սկզբին եւ վերջին, ապա կհասկանաք, թե ինչի մասին է խոսքը։ Հենց սկզբում մեկը մոտիկացավ նրան եւ ասաց. «Ինչ լավ բան պետք է անեմ, որ հավիտենական կյանք ունենամ»։ Ինչ լավ բան պետք է անեմ հավիտենական կյանք ունենալու համար։ Եվ վերջում երիտասարդի հետ այս իրավիճակից հետո աշակերտները նրան հարց են տալիս. այսպիսով ով կարող է փրկվել։ Հիսուսը վեր նայելով նրանց ասաց. մարդկանց համար դա անհնար է, բայց Աստծո համար ամեն ինչ հնարավոր է։ Ահա երիտասարդը հարցնում է նրան. ինչ լավ բան պետք է անեմ, որ հավիտենական կյանք ունենամ։
Աշակերտները կրկնում են. ով կարող է փրկվել։ Հիսուսը պատասխանում է. մարդկանց համար դա անհնար է, բայց Աստծո համար ամեն ինչ հնարավոր է։ Այս երիտասարդի առաջնային խնդիրը այն չէր, որ նա սխալ արժեք ուներ, հարստությունը։ Ի վերջո, եթե նույնիսկ նա ուղղեր այս սխալ արժեքը, ամեն դեպքում նա մահանալու էր։ Եթե նույնիսկ հարստությունից հրաժարվեր, ապա որպես աղքատ մարդ դժոխք կգնար։ Հասկանում եք։ Այս երիտասարդի առաջնային խնդիրը այն չէր, որ նա սխալ արժեք, հարստություն կամ կուռք ուներ։ Առաջնային խնդիրն այն էր, որ նա ճիշտ հավատ չուներ։ Նա հույս ուներ, որ կփրկվի իր ուժերով, պատվիրանները պահելով, բայց դա անհնար է։ Փրկությունը գալիս է միայն Աստծո շնորհով, ինչպես բացատրեց Քրիստոսը։ Մարդկանց համար դա անհնար է, բայց Աստծո համար ամեն ինչ հնարավոր է։ Տեսնում եք, թե ինչպես երբեմն Աստվածաշունչը շարժառիթների պրիզմայով կամ դրդապատճառների որոշ մեթոդների պրիզմայով մեկնաբանելը հանգեցնում է կեղծ արդյունքների, քանի որ Սուրբ Գրքի իմաստը աղավաղվում է, եւ մարդ Աստվածաշնչում տեսնում է այն, ինչ ուզում է տեսնել։ Նա տեսնում է իր տեսությունների հաստատումը։ Քանի որ ցանկացած տեսություն կարող է հաստատվել ինչ-որ պատմության մեջ, քանի որ դու այս պատմությունը կմեկնաբանես այնպես, որ քեզ թվում է, թե համապատասխանում է քո տեսությանը։ Ահա թե ինչու կա աստվածաշնչյան սեփական մտքերն ու մեկնաբանությունները արտահայտելու այս խնդիրը։ Այսինքն, երբ մեկնաբանությունը չի հանվում Սուրբ Գրքից, երբ նայում ենք համատեքստին, նայում ենք, թե ինչ է ուզում ասել հեղինակը, ինչից է սկսում, ինչի է հանգեցնում, ինչ մտքեր է կրկնում, ինչի վրա է շեշտը դնում, երբ մենք չենք նայում համատեքստին եւ իմաստ չենք գործում Սուրբ Գրքից, այլ երբ գալիս ենք մեր շարժառիթների տեսությամբ, անհատականության տեսակների մեր տեսությամբ, արժեքների տեսությամբ, կուռքերի մեր տեսությամբ, գալիս ենք աստվածաշնչյան պատմությանը եւ շփոթում ենք, մեր այս տեսությունը սփռում ենք Սուրբ Գրքի վերևում եւ սկսում ենք Սուրբ Գրության պրիզմայով նայել Սուրբ Գրությանը։ Սա հսկայական խնդիր է, քանի որ մենք կորցնում ենք աստվածաշնչի իմաստը։ Հաջորդ, երրորդ խնդիրը։ Երրորդ խնդիրը դրդապատճառների անհավասարակշիռ շեշտադրումն է։ Մոտիվների վրա անհավասարակշիռ շեշտադրում։ Եվ արդյունքում, մարդ ով այդքան մեծ շեշտադրում է դնում իր դրդապատճառները ճանաչելու, անընդհատ գնահատելու վրա, այսինքն իր հայացքը անընդհատ ուղղորդվում է ուր։ Իր ներսը։ Այսինքն մարդը այլևս ոչ այնքան դուրս է նայում, որքան դեպի ներս։ Նա գնում է ներհայեցման, ինքնափորության մեջ։ Շատ հաճախ սա սահմանակից է միստիցիզմին։ Այսինքն մարդ իր մեջ լույս է փնտրում։ Իր մեջ հարցերի պատասխաններ է փնտրում։ Նա կարծում է, որ որքան շատ նա իր մեջ, այնքան լավ կլինի իր կյանքի համար։ Այսինքն ներքնահայացությունը մտածում է ներքին հայացքը, ներսի հայացքը կբերի նրան իր հարցերի պատասխանին։ Բայց ավելի հաճախ դա չի հանգեցնում լուծման։ Հետաքրքիր է, որքան հաճախ է Քրիստոսը հարցեր տալիս դրդապատճառների մասին։ Երբևէ մտածել եք այս մասին։ Ուշադրություն դարձրել եք դրա վրա ավետարանում։ Որքան հաճախ է Քրիստոսը հարցեր տալիս դրդապատճառների մասին։ Ես հաշվել եմ։ Ինչի համար հարցը ավետարանում հնչել է Քրիստոսի կողմից 4 անգամ։ Ինչու հարցը 2 անգամ։ Ինչ նպատակով հարցը 6 անգամ։ Բոլոր ավետարաններում, բոլոր 4 ավետարաններում։ Ավելին, Քրիստոսը շատ դեպքերում չի սպասում այս հարցի պատասխանին։ Այսինքն դրանք հնչում են ոչ թե որպես դրդապատճառների ու արժեքների բացատրություն, այլ նախատիքի կամ պախարակման ռետորական հարցեր։ Օրինակ, ինչու պետք է ինձ փնտրեիք։ Կամ դուք չգիտեք, որ ես պետք է զբաղվեմ հորս գործով։ Կամ ով թերահավատներ, ինչու կասկածեցիք։ Այս հարցը նույնպես պատասխան չի պահանջում եւ չի պահանջում փորփրել սեփական շարժառիթները։ Սա ուղղակի նախատինք է։ Դուք դա չպետք է անեիք։ Ինչու եք խախտում Աստծո պատվիրանը ձեր ավանդույթի պատճառով։ Հաճախ Քրիստոսը ինքն է տալիս իր հարցերի պատասխանները։ Օրինակ, ինչու չեք հասկանում իմ քարոզը, որովհետև չեք կարող լսել իմ խոսքը։ Այսինքն Քրիստոսը երբեք չի գործում սրտի մեթոդով։ Քրիստոսը ավետարանում երբեք չի գործում ըստ սրտի մեթոդի։ Եվ նույնիսկ երբ Քրիստոսը անցկացնում է Պետրոսի հոգեխնամակալությունը, նրա ուրացումից հետո, այսինքն Պետրոսի գերեզմանի անկումից հետո, ամենակարևոր պահին, երբ անհրաժեշտ էր վերականգնել նրան եւ ուղղորդել ծառայության, վստահելով նրան եկեղեցու խնամքը, այս վճռական պահին, երբ Քրիստոսը անցկացնում է Պետրոսի հոգեխնամակալությունը, նա չի առաջարկում, որ նա խորամուխ լինի իր մեջ եւ որոշի, թե ինչու է արել այն, ինչ արել է։
Մտածել եք այս մասին։ Քրիստոսը նրան չի հարցնում, թե ինչու 3 անգամ մուրացար ինձ։ Ինչու ասացիր, որ չես ճանաչում։ Ինչն է քեզ դրդել, ինչ ես ուզում հասնել։ Ոչ, Քրիստոսը նրան միայն մի բան է հարցնում. դու սիրում ես ինձ։ Եվ այս հարցը Պետրոսի մտքերը մղում է բոլորովին այլ ուղղությամբ, ոչ թե պատճառները փորփրելու ուղղությամբ, թե ինչու ես դա արեցի, այլ Քրիստոսի հետ իմ հարաբերությունների ուղղությամբ այժմ ներկա պահին։ Քրիստոսը Պետրոսին չի հարցնում շարժառիթների մասին, ոչ միայն այն պատճառով, որ Քրիստոսը կարիք չուներ դրա մասին իմանալու, այլ նաև այն պատճառով, որ Պետրոսը կարիք չուներ խորանալու դրա մեջ։ Պետրոսի հոգևոր վերականգնման համար դա կարևոր չէր։ Չէ, սխալ չհասկանաք, շարժառիթները կարևոր են։ Եվ մենք դրա վրա մի ամբողջ քարոզ ենք ծախսել, վերջին քարոզը։ Եթե դեռ չեք դիտել, կրկնում եմ, անպայման նայեք։ Մի ամբողջ քարոզ նվիրված էր շարժառիթների կարևորությանը եւ իմանալու, թե դրանք ինչ են եւ ինչու են կարևոր եւ ինչպես որոշել։ Բայց այդ իրավիճակում դրդապատճառները փորփրելը Պետրոսի դեպքում կարևոր չէր։ Պետրոսը արդեն հասկանում էր, որ իր դրդապատճառները չար էին, բայց կարիք չուներ, որ մաս առ մաս վերլուծեր, թե ինչից էին այդ չար շարժառիթները։ Հասկանում եք։ Պետրոսը արդեն հասկանում էր, որ իր դրդապատճառները չար են, բայց կարիք չուներ մաս առ մաս վերլուծելու, թե ինչից են բաղկացած իր չար շարժառիթները։ Արևմտյան ժամանակակից մշակույթում անառողջ շեշտադրում կա սեփական անձի եւ սեփական կարիքների վրա։ Եվ այս շեշտադրումը շատ հաճախ քրիստոնեական հոգևոր հոգեխնամակալության մեջ վերածվում է չափից դուրս զբաղվածության, բացահայտելու մարդու ներքին մղումները։ Ես նորից չեմ ասում, որ մենք ընդհանրապես չպետք է մտածենք դրա մասին, բայց երբ դա խլում է մեր ժամանակի եւ հոգեխնամակալության մեծ մասը եւ մեր մտածողության մեծ մասը, ապա դա ցույց է տալիս կողմնակալություն, քանի որ Աստվածաշնչում այդպես չէ։ Այսպիսով ինչի մասին պետք է ամենից հաճախ մտածենք Սուրբ Գրքի տեսանկյունից։ Ինչը պետք է զբաղեցնի մեր ժամանակի մեծ մասը, մեր մտքերը, մեր ուշադրությունը, ինչը պետք է զբաղեցնի մեր ուշադրության առավել մեծ մասը մեր քրիստոնեական կյանքում եւ համապատասխանաբար մեր քրիստոնեական հոգեխնամակալության մեջ։ Եբրայեցիս գլուխ 12, հատված 1-3, Եբրայեցիս 12, 1-3։ Ուստի մենք էլ, որ շրջապատված ենք վկաների այսչափ բազմությամբ, դենքցենք ամեն ծանրություն եւ մեղքը, որը մեզ հեշտությամբ է պաշարում։ Մեղքը, տեսեք, մի բան չէ, որ մենք պետք է ուշադիր հետևենք։ Մեղքը մի բան է, որը մենք պետք է տապալենք։ Եվ համբերությամբ ընթանանք մեր առջև բացված մրցասպարեզով, ինչին նայելով, մեր մեղքին, մղումներին, մեր անկատարությանը, մեր մարմնին, մեր թերություններին, ոչ, նայենք հավատքի զորագլխին ու այն կատարողին, Հիսուսին, որն իր առջև դրված ուրախության փոխարեն խաչը հանձն առավ եւ ամոթը արհամարելով Աստծո աթոռի աջ կողմում նստեց։ Ուրեմն նրա մասին մտածեք, ով մեղավորների կողմից իր դեմ այսպիսի հակառակություն կրեց, որպեսզի դուք չհոգնեք եւ չհուսահատվեք։ Տեսեք, ժամանակի մեծ մասը մեր ուշադրությունը, մեր մտածողությունը պետք է զբաղեցնի Քրիստոսին նայելը, հավատքի հեղինակին ու ավարտողին, Հիսուսին։ Մտածեք դրա մասին։ Նախ եւ առաջ նայեք դրան։ Մենք նաև պետք է նայենք ինքներս մեզ, համեմատելով մեզ Քրիստոսի հետ, ինքներս մեզ Քրիստոսի հետ փորձելով, Աստծո չափանիշներն ու Աստծո հանդիմանությունները, բայց սա չպետք է խլի մեր ամբողջ ժամանակը, նայելով ինքներս մեզ, մենք դեն ենք նետում ամեն մեղք, ամեն բեռ եւ մեղքը, որը խճճում է մեզ, եւ նայում ենք Հիսուս Քրիստոսին։ Մեր մտածողությունը չպետք է կենտրոնանա մեր մեղքերի վրա, այլ թե ինչի վրա։ Վերջապես, եղբայրներս, ինչ որ ճշմարիտ է, ինչ որ պատվական է, ինչ որ արդար է, ինչ որ մաքուր է, ինչ որ սիրուն է, ինչ որ գովելի է, եթե կա որևէ առաքինություն, եւ եթե գովելի բան կա, ինչպես ասվում է հետագայում, մտածեք այս բաների մասին։ Ահա Սուրբ Գիրքը կոչ է անում մեզ անընդհատ մտածել, ծամելով այս մտավոր մաստակը մեր մտքում։ Եվ այդ մտավոր մաստակը չպետք է լինի մեր մեղքերը, մեր շարժառիթները, մեր մարմինը, մեր անկատարությունը, այլ ընդհակառակը, այն պետք է լինի այն, ինչ ճշմարիտ է, ազնիվ, արդար, մաքուր, սիրուն, գովելի, առաքինություն եւ գովասանք։ Սա ձեր դրդապատճառների վրա կենտրոնանալու խնդիրն է։ Երբ մենք շատ ենք տարվում մեր դրդապատճառներով, մենք տեսնում ենք մեր շատ թերություններ
Եվ երբ մենք անընդհատ ներս ենք նայում մեր թերություններին, ինչին ենք մենք նայում։ Չարին եւ մեղավորին։ Ինչի մասին ենք մտածում։ Այն, ինչը ճիշտ չէ, ոչ ազնիվ, ոչ արդար, ոչ մաքուր, ոչ հաճելի, ոչ փառքի արժանի, ոչ առաքինություն, ոչ գովասանք, այլ ընդհակառակը նախատինք։ Բայց դա այն չի, ինչին Սուրբ Գիրքը մեզ կոչ է անում, ինչին մենք նայենք, ամենայն հավանականությամբ հենց այդտեղ էլ կմնանք։ Սուրբ Գիրքը կոչ է անում մեզ նայել դեպի Քրիստոսը, եւ այն, ինչ մաքուր է, ճշմարիտ, արդար, գերազանց եւ գովելի։ Սա այն է, ինչի մասին պետք է վերակողմնորոշել ձեր մտքերը։ Այսինքն սովորել կառավարել ձեր մտքերը։ Բայց այդ մտքերը պետք է ուղղված լինեն ոչ թե դեպի թերությունները, այլ ինքները ձեզնից դուրս դեպի Քրիստոս եւ դեպի այն ամենը, ինչ ճշմարիտ է, գեղեցիկ եւ բարի։ Այսպիսով դրդապատճառների անհավասարակշիռ շերտադրումը եւս մեկ թերություն է։ Հաջորդ, չորրորդ թերությունը կամ չորրորդ վտանգը սուբյեկտիվությունն է։ Ավելի լավ բառ չկտա։ Բայց դա սովորական բան է։ Երբ մենք գնահատում ենք մարդկանց դրդապատճառները, հատկապես երբ գնահատում ենք այլ մարդկանց դրդապատճառները, մենք գնահատում ենք դրանք, ինչպես մեզ թվում է, մեր պրիզմայով, այո, ինչպես մեզ թվում է, մի լավ ասացված կա, իր ներքինով ինչ, ուրիշին չեն դատում, սակայն քրիստոնյաները շատ հաճախ իրենցով են դատում մարդկանց։ Երբ ես այս քարոզը տվեցի, իսկ հետո երկար նամակագրություն եղավ մոտիվների թեմայով, սրտի մեթոդի թեմայի շուրջ։ Համացանցում մնաց մոտ 600 մեկնաբանություն։ Հսկայական թիվ։ Գիտեք, թե քանի մարդ սկսեց ինձ վերագրել ինչ-որ դրդապատճառներ, թե ինչու եմ ես քարոզել այս թեմայով։ Եվ ահագին թվով մարդիկ տեսան, որ որոշ մեղավոր դրդապատճառներ, եսասիրական դրդապատճառներ եւ ենթադրեցին ամենավատը։ Ասեմ, որ մարդկանց իրենց ներքինով չեն դատում։ Բայց սա այն է, թե ինչպես է մեր հոգեբանությունը աշխատում, երբ տեսնում ենք մեզ համար տհաճ մի բան։ Անմիջապես ուզում ենք դա դատապարտել ամենավատ դիրքից։ Բայց ինչ է ասում Սուրբ Գիրքը, առաջին Կորինթացիս 2:11, քանզի մարդկանցից ով գիտի մարդկային ներաշխարը, եթե ոչ մարդու մեջ գտնվող հոգին, սա պիտի ընդունեք առանց հարցականի։ Մենք չգիտենք, թե ինչ կա դիմացինի մեջ, ուստի պետք չէ ենթադրություններ անել։ Չպետք է ենթադրել, թե ինչու է նա անում այն, ինչ անում է։ Դու նայում ես, թե ինչ է անում նա, եւ օբյեկտիվորեն պատասխանում ըստ փաստերի։ Եթե նա սխալ բան է անում, ուղղիր այն։ Եթե սխալ է անում, մատնացույց արա նրան, թե ինչն է սխալ անում։ Բայց մի ենթադրիր, թե ինչու է նա ասում կամ ինչու է դա անում, որովհետև մենք չգիտենք, թե ինչ կա ուրիշի մեջ, եւ հետեւաբար ոչինչ չդատենք ժամանակից շուտ։ Միջև գա Տերը, որը կլուսավորի խավարի մեջ եւ կլուսաբանի սրտի մտադրությունները։ Այսպիսով սուբյեկտիվություն։ Հաջորդ 5-րդ վտանգը կերպարծեցումն է։ Դա հակասական արժեքների բազմությունը թերագնահատելն է։ Հակասական արժեքների բազմությունը թերագնահատելը։ Այս ուսմունքը շրջում է աշխարհով մեկ, քաղաքներով ու գյուղերով։ Եթե օրինակ դու մեծացնում ես քո երեխային ու բարկանում ես նրա վրա, ուրեմն քոնն ես փնտրում։ Սա նշանակում է, որ այդ պահին, երբ դու նրան դաստիարակում ես, դու ոչ թե երեխայի լավն ես փնտրում, այլ քո սեփական նպատակներից, քանի որ եթե փնտրեիր երեխայի լավը, չէիր բարկանա նրա վրա։ Սպասեք։ Միթե միանգամից մի քանի դրդապատճառներ չեն կարող լինել։ Չեք կարող փնտրել երեխայի լավը եւ միևնույն ժամանակ ավելացնել որևէ այլ, գուցե ոչ այնքան ճիշտ եւ մեղավոր դրդապատճառ։ Երբ մարդիկ աշխատում են սրտի մեթոդով, սովորաբար ենթադրվում է ամենայն դեպս այն կիրառություններում, որոնց ես հանդիպել եմ, սրտի մեթոդի կիրառություններում, որոնց ես հանդիպել եմ, սովորաբար ենթադրվում է, որ մարդը պետք է ունենա միայն մեկ առաջատար արժեք, յուրաքանչյուր իրավիճակում։ Բայց դա այդպես չէ։ Հռոմեացիս 2:15-ում ասվում է, որ նրանք ցույց են տալիս, որ օրենքի պահանջը իրենց սրտերում է գրված, իրենց խղճի վկայությամբ եւ իրենց մտքերում, որ միմյանց ամբաստանում են կամ էլ արդարացնում։ Սուրբ Գիրքը մեզ տալիս է մարդկային ներքին աշխարհի շատ ավելի բարդ պատկերը։ Ստացվում է, որ մենք ունենք միաժամանակ հակասական մտքեր, հակասական արժեքներ, հակասական մտադրություններ։ Մեկ մեղադրում են, մեկ արդարացնում, մեկ գլուխ բարձրացնում, մեկ ուրիշը, մեկ միաժանիք է հաղթում, մեկ մյուսը, ու մեր մեջ միաժամանակ ներկա են, կարող են շատ լինել։ Ահա թե ինչու Սուրբ Գրքում այնքան շատ կոչեր կան ծառայելու Տիրոջը մեր ամբողջ սրտով։
Հին կտակարանում, հատկապես Լիպոմենայի մասին գրքում, շատ հաճախ շեշտվում է հենց այս կետը, որ շատ թագավորներ ծառայում են Տիրոջը, բայց ոչ ամբողջ սրտով, ինչպես դա արեց Դավիթը։ Ամբողջ սրտով Տիրոջը ծառայելու այս կոչը իմաստ ունի միայն այն դեպքում, երբ կան հակասական արժեքներ։ Քանի որ մենք կարող ենք միաժամանակ ծառայել Տիրոջը եւ ծառայել մեկ այլ բանի։ Հետևաբար մենք կարող ենք չծառայել Տիրոջը մեր ամբողջ սրտով։ Երբ Քրիստոսն ասում է չես կարող ծառայել Աստծուն եւ Մամոնային, դա ասվում է այլ համատեքստում եւ մի փոքր այլ բանի մասին։ Պետք է նայել, թե կոնկրետ ինչ է ասում Քրիստոսը։ Նա նկատի ունի պատկանելիություն։ Նկատի ունի, թե ում ստրուկն ենք մենք, ով է մեր Տերը մեր կյանքի մեջ։ Իհարկե, մարդը չի կարող միաժամանակ պատկանել եւ Աստծուն եւ Սատանային։ Բայց շարժառիթների առումով մենք կարող ենք ունենալ մեր ներսում միաժամանակ տարբեր դրդապատճառներ։ Ուստի մենք կարող ենք ծառայել եւ Տիրոջը եւ մեկ այլ բանի համար, եւ հետեւաբար չծառայել Տիրոջը մեր ամբողջ սրտով։ Եվ Սուրբ Գիրքը կոչ է անում մեզ ձգտել մեր շարժառիթներն ու մեր արժեքները հասցնել մեկի՝ ծառայելու միայն Տիրոջը։ Այսպիսով իսկապես կարելի է ցանկանալ երեխայի լավագույն շահը եւ միևնույն ժամանակ զայրանալ նրա վրա եւ վիրավորվել նրա անհնազանդությունից, եւ երկուսն էլ թերևս միաժամանակ։ Կարելի է քարոզել, նպատակ ունենալով շենացնել եկեղեցին եւ միևնույն ժամանակ պայքարել մի պահից մյուսը ի հայտ եկող տարբեր մեղսավոր դրդապատճառների դեմ։ Հոգեխնամակալներից հաճախ կարող ենք լսել, որ եթե որևէ արարքի արդյունքը վատ է, օրինակ ինչ-որ մեկը վիրավորվել է, ինչ-որ մեկը չի հասկացել եւ այլն, ապա դա նշանակում է, որ մարդուն առաջնորդել է կեղծ արժեք։ Բայց սա պարզապես ճիշտ չէ։ Աստվածաշունչը լի է բացասական արդյունքների օրինակներով, որոնք տեղի են ունենում Աստծո զավակների ճիշտ մողումներով։ Օրինակ, ինչ արեցին Երեմիային նրա քարոզչության արդյունքում։ Նրան բանտ նետեցին։ Եվ ոչ ոք չցանկացավ լսել նրան, եւ ոչ ոք չզղջաց։ Եղիային մեղադրում էին Իսրայելի բոլոր դժբախտությունների պատճառը լինելու մեջ։ Առաքյալները կոչվում էին աշխարհի խռովարարներ։ Ամենահրեշավոր մտադրությունները վերագրում էին Պողոսին։ Կարծես նա մեղքի կամ հայհոյանքի կոչեր անում Մովսեսի օրենքի դեմ։ Եվ թվում էր, թե որտեղ էլ Պողոսը հայտնվի, այնտեղ վեճեր ու հակասություններ կան։ Հիսուս Քրիստոսին մեղադրում էին Բելզեբուբի զորությամբ գործելու կամ հրեաներին հռոմեացիներին հանձնելու մեջ։ Այսպիսով պարզեցում է նաև այս կապը՝ մաքուր շարժառիթ լավ արդյունք, սխալ մոտիվ վատ արդյունք։ Դա չի համապատասխանում Սուրբ Գրքին կամ առողջ տրամաբանությանը։ Հետևաբար, երբ մարդիկ խոսում են շարժառիթների մասին, օգնում են հասկանալ շարժառիթները, պետք է խուսափել եւ զգուշ լինել, քանի որ շատ հաճախ այնպիսի չարդարացված հայտարարություններ են արվում, որ միայն մեկ արժեք կա, միայն մեկ շարժառիթ է քեզ ուզել։ Արի հասկանանք, թե որը կոնկրետ, կամ որ եթե վատ է ստացվել, ուրեմն անպայման վատ շարժառիթ է եղել։ Ոչ մեկը, ոչ մյուսը ճիշտ չէ։ Եվ մի բան էլ, նայենք եւս մեկ խնդրի։ Սա օբյեկտիվ հարցերի փոխարինումն է սուբյեկտիվներով։ Օբյեկտիվ հարցերի փոխարինումը սուբյեկտիվ հարցերով։ Օրինակ փոխարինել այնպիսի օբյեկտիվ հարցը, ինչպիսին է ընտանիքում կոնֆլիկտը։ Սուբյեկտիվ հարցով անձի վերաբերմունքը այս հակամարտությանը։ Ենթադրենք ընտանիքում կոնֆլիկտ կա։ Եվ հոգեխնամակալը երկու մարդկանց հարաբերությունները բարելավելու փոխարեն կենտրոնանում է միայն սուբյեկտիվ հարցի վրա, թե ինչպես է տվյալ մարդը ընկալում կոնֆլիկտը եւ սովորեցնում է հակամարտությունը ընկալել մտքի խաղաղությամբ եւ հանգիստ սրտով։ Միևնույն ժամանակ չի լուծվել այն բաների էությունը, որոնք հանգեցրել են հակամարտության։ Եվ սա հսկայական խնդիր է։ Հոգեխնամակալը օբյեկտիվ հարցերը փոխարինեց սուբյեկտիվ հարցերով։ Իրականում շատ ավելի հեշտ է խորանալ սուբյեկտիվ բաների եւ մտադրությունների մեջ, շատ ավելի հեշտ է հասնել նրան, որ ձեր շուրջը գտնվող ցանկացած խնդիր ընկալեք բուդդայական անտարբերությամբ, եթե նույնիսկ ձեր ընտանիքը քանդվում է։ Եվ դուք այդպիսի բուդդիստներ եք, հանգիստ, ներքին խաղաղություն, ներքին հանգստություն, եւ դուք անցնում եք կյանքի միջով, առանց որևէ բանի արձագանքելու։ Սրան շատ ավելի հեշտ է հասնել, քան իրականում սովորեցնել մարդուն ճիշտ վարքագիծ, ճիշտ խոնարհություն, ճիշտ հարաբերություններ կառուցել։ Եվ այսպես հեշտությամբ օբյեկտիվ հարցերին փոխարինում են սուբյեկտիվները։ Սա շատ հաճախ է պատահում որոշ մարդկանց հետ։ Բերեմ մի օրինակ։ Մեկ մարդ կոնֆլիկտ է ունենում մեկ այլ անձի հետ եւ դիմում է հոգեխնամակալի օգնությանը։ Եվ այսպես այս հոգեխնամակալը սկսում է աշխատել նրա հետ, բացատրելով իր արժեքները, իր սրտի կուռքերը եւ այլն։
Նրա հետ 1 ամիս աշխատում է սրտի կուռքերի վրա, աշխատում է 2 ամիս, 3 ամիս։ Բայց այս մարդը այս ամբողջ ընթացքում երբեք չի հանդիպել կոնֆլիկտ ունեցող եղբոր հետ։ Այդ ամենը կարծես թե հոգևոր խնամակալություն է, կարծես ինչ-որ գործ է տեղի ունենում մոտիվների հետ կապված։ Դա բացատրվում է նրանով, որ փոփոխությունների գործընթացը երկար գործընթաց է, բայց արդյոք սա աստվածաշնչյան է։ Բացարձակապես ոչ։ Աստվածաշունչը ասում է. եթե հիշում ես, որ եղբայրդ քո դեմ ինչ-որ բան ունի, գնա նախ հաշտվիր քո եղբոր հետ։ Աստվածաշունչը չի ասում, որ գնա եւ մի քանի ամիս աշխատիր քո շարժառիթների վրա։ Ոչ, գնացեք եւ կատարեք մի պարզ հնազանդություն։ Եթե նվերը զոհասեղանին ես բերել, ընծան թող զոհասեղանին, շուտ գնա հաշտվիր եղբորդ հետ, վերադարձիր եւ տուր քո ընծան։ Սա բնավ ոչ մի կերպ չի ենթադրում երկարատև աշխատանք մոտիվներով։ Բայց ժամանակակից հոգեխնամակալության մեջ այս խնդիրը շատ հաճախ է առաջանում։ Օբյեկտիվ բաները Սուրբ գրքի օբյեկտիվ պատվիրանները մխրճվում են գորգի տակ, դառնում են երկրորդական եւ փոխարինվում են ավելի պարզ բանով, փոխարինելով մարդու շարժառիթները։ Եվ մարդը սպասում է միջև որ կուզենա սիրել այս եղբորը, եւ գնա գրկի նրան, եւ հաշտվի։ Բայց ինչ-ինչ պատճառներով դա տեղի չի ունենում։ Սա իրականում Աստծո ծրագիրը չէ։ Աստվածաշունչը պահանջում է, որ դուք պարզապես դուրս գաք եւ կատարեք մի պարզ հնազանդություն, ապա աշխատեք ձեր դրդապատճառների վրա։ Քանի դեռ չեք կատարել հնազանդության քայլը, դուք անհնազանդ եք մնում Աստծուն, որքան էլ փորփրեք ձեր սեփական մղումները։ Կամ մեկ այլ օրինակ։ Մի մարդ վերջերս Facebook-ում գրել էր, նկարագրելով այսպիսի իրավիճակ։ Նա գրում էր, որ մի եկեղեցում պոռնոգության կոպիտ մեղք է եղել, որը ծածկել է հովիվը, եւ նրա եկեղեցու բոլոր անդամները լռել են։ Եվ այս մարդը լսելով այս մասին վրդովվեց։ Եվ մի քանի անճոռնի արտահայտություն արեց դրա դեմ։ Այս մարդն ասում է, որ չի կարծում, թե մեղք է գործել դա անելով, բայց հարցը դա չէ։ Ենթադրենք, որ նույնիսկ անհանգիստ սրտով նա սխալ բան է ասել կամ սխալ շարժառիթներով ասել ճշմարտությունը։ Արդյոք դա փոխում է այն փաստը, որ դա ճիշտ է։ Եվ այսպիսով հոգեխնամակալության որոշակի ծրագրի անդամներ անմիջապես սկսեցին խորանալ այս մարդու սրտում, ամբողջովին մոռանալով հովի հետ կապված իրավիճակի մասին։ Եվ սա մեղքը բարթելու այնքան հարմար միջոց է, երբ մարդը 100%-ով բարեպաշտորեն չի արձագանքում իրավիճակին, ավելի հարմար է ասել, որ նա խնդիրներ ունի դրդապատճառների հետ, քան գնալ եւ ասել մի մարդու, ով իրականում մեղք է գործում, եւ օբյեկտիվ մեղք է գործում, հատկապես եթե նա հովիվ է։ Այս իրավիճակում ակնհայտ է օբյեկտիվ մեղքը, պոռնոգության օբյեկտիվ հարցը։ Եկեղեցու ղեկավարության մեջ անմաքրության մեղքի օբյեկտիվ հարցը փոխարինվեց սուբյեկտիվով, ինչ որ մեկի հուզական, գուցե անզուզ արձագանքով այս լուրին։ Իհարկե շատ ավելի հեշտ է խորանալ դրդապատճառների մեջ, քան զբաղվել օբյեկտիվ հարցերով։ Բազմիցս հանդիպել եմ այն փաստին, որ մարդիկ աշխատելով սրտի մեթոդով, որպես հոգևոր հոգացության հիմնական նպատակ են տեսնում շարժառիթներով աշխատելը։ Սկզբունքորեն դա տրամաբանորեն բխում է հենց սրտի մեթոդից։ Ի վերջո ո՞րն է այս մեթոդի վերջնական քայլը։ Իրավիճակն է եւ բնական ռեակցիան։ Այսինքն գնահատվում է իրավիճակը, հետո մարդու արձագանքը, թե ինչ էր ակնկալում մարդը, ինչ էր ուզում ստանալ, հետո փաստարկները, ինչպես է նա բացատրում եւ հիմնավորում իր արձագանքը, իր պահվածքը եւ հետո վերջին կետը։ Թե ինչ արժեքների է գնում սիրտը։ Այսինքն հոգեխնամակալը ուզում է արժեքների մոտ գնալ։ Արժեքները այս մեթոդի վերջի քայլն են։ Սակայն հոգևոր խնամքի աստվածաշնչյան սանդուղքում սա միայն առաջին քայլն է։ Տեսեք մոտեցումների հետաքրքիր տարբերությունը։ Սրտի մեթոդում արժեքները այս մեթոդի վերջի քայլն են։ Դե իհարկե հաջորդը գալիս է արժեքներով աշխատանք, արժեքների ուղղում եւ այլն։ Բայց ընդհանրապես այս ամենը, ինչը կապված է արժեքների հետ, այն ամենը, ինչը կապված է արժեքների հետ, դրանց բացահայտումը, դրանց ուղղումը եւ ճիշտ արժեքների ընդունումը, աստվածաշնչյան հոգևոր աճի սանդուղքում, սա որ աստիճանն է։ Առաջին աստիճանը։ Վերջին քարոզում մենք սկսեցինք ծանոթանալ հոգևոր աճի սանդուղքին։ Հաջորդ քարոզներում կշարունակենք անցնել մյուս աստիճաններին։
Բայց մենք պարզապես կանգ առանք այն կետում, որտեղ առաջին քայլը դրդապատճառներն են կամ արժեքները։ Հոգևոր խնամքի աստվածաշնչյան սանդուղքում դրդապատճառները միայն առաջին քայլն են։ Հավատքիդ մեջ առաքինություն ցույց տուր, հետո գիտելիքը կգա, հետո ինքնատիրապետում, հետո համբերություն, հետո բարեպաշտություն, հետո եղբայրական սեր, հետո սեր։ Եվ դրդապատճառների մակարդակը չի նշանակում, որ մենք դեռ երկար կմնանք սրա վրա։ Դա չի նշանակում, որ մենք մի քանի ամիս աշխատում ենք շարժառիթների վրա։ Քանի որ հակառակ դեպքում մենք պարզապես սխալվելու ենք մնացած բոլոր քայլերում, որոնք իրականում շատ են, եւ որոնցում մենք պետք է ճիշտ լինենք, որոնք պետք է լինեն միաժամանակ։ Շարժառիթների փուլը չի նշանակում, որ մենք պետք է երկար ժամանակ հատկացնենք, թե ինչ շարժառիթ է մեզ ուզել ամեն բառի, ամեն պատասխանի, ամեն գործողության մեջ։ Ոչ։ Շարժառիթի մակարդակը պահանջում է, որ մենք պարզապես որոշում կայացնենք հնազանդվել Տիրոջը։ Պարզապես որոշում կայացրեք հնազանդվել Տիրոջը։ Սա առաքինություն է։ Բարի ցանկություն։ Տեր, ես ցկտում եմ հաճեցնել քեզ։ Տեր, ինչ էլ ասես ես կանեմ, ինչ էլ ասես որ անեմ, ես կփորձեմ դա անել նույնիսկ եթե դա ինձ դուր չգա։ Ահա շարժառիթները, ահա ճիշտ շարժառիթը, ահա առաքինությունը։ Դա իրականում շատ ամիսների աշխատանք չի պահանջում։ Սա իրականում բավականին արագ է արվում։ Այնքան արագ, որ դու հիշելով, որ եղբայրդ քո դեմ ինչ-որ բան ունի, ցած գցիր զոհասեղանիդ նվերը, վազիր եղբորդ մոտ, հաշտվիր նրա հետ, վերադարձիր եւ տուր քո նվերը։ Եվ այսպես քո մոտիվներով ամբողջ աշխատանքը կատարվեց այս մի քանի վայրկյանում։ Դուք պարզապես որոշում եք կայացրել հնազանդվել Տիրոջը։ Սա է ճիշտ շարժառիթը։ Ժամանակակից հոգևոր խնամքի մեջ, ավելի ճիշտ դա իրականում հոգևոր խնամք չէ։ Դա ընդհանրապես ուղղություն է, որն իրեն անվանում է հոգևոր խնամք, բայց հեռու է աստվածաշնչյան եւ առողջարար լինելուց։ Այսպիսով, ժամանակակից հոգևոր խնամքի մեջ Տիրոջը վստահելու պարզ արարքը, ճիշտ դրդապատճառները ընդունելու պարզ արարքը, այո Տեր, ես ուզում եմ հնազանդվել քեզ, ես կանեմ այն քայլերը, որոնք դու պահանջում ես ինձնից։ Սա փոխարինվում է երկար փորելով։ Բոլոր պատճառները, թե ինչու նա դա արեց, եւ ինչ էր ուզում հասնել, եւ ինչու նա այդպես չասաց, եւ ինչպիսին կլիներ քո կյանքի մյուս իրավիճակներում, եւ այլն, որից նույնիսկ մի օրինակ Սուրբ գրքում չեք գտնի։ Սա փաստացի ժամանակակից հոգեբանության միտումն է։ Սրանք նույն միտումներն են, որոնք առկա են ժամանակակից հասարակության մեջ, ժամանակակից արևմտյան հասարակության մեջ, որտեղ մարդիկ սիրում են խորանալ իրենց դրդապատճառների մեջ եւ գնալ խորհրդատուների մոտ, որոնց անգլերենով նույն ձև անվանում են հոգեխնամակալներ։ Իսկ մարդիկ հաճախ գնում են աշխարհիկ խորհրդատուների մոտ, մյուսները գնում են քրիստոնյա խորհրդատուների կամ հոգեբանների մոտ, մյուսները գնում են աստվածաշնչյան հոգեխնամակալների մոտ եւ ոչ միշտ է դա իսկապես համարվում աստվածաշնչյան։ Բայց այդ ցանկությունը խորանալ ինքն իր մեջ, իր ներաշխարհում, մանրամասն ուսումնասիրել, սա ավելի շատ արտացոլում է ժամանակի ոգին, քան աստվածաշնչյան պատվիրան կամ աստվածաշնչյան մանդատ։ Իրերի աստվածաշնչյան պատկերում շարժառիթների քայլը բավականին արագ է անցնում, բայց երբեք մի կողմ չի անցնում։ Արագ անցնում է, բայց երբեք անցյալում չի մնում։ Այսինքն նայեք, մենք հիշում ենք, որ մեր եղբայրը մեր դեմ ինչ-որ բան ունի։ Անմիջապես որոշում ենք կայացնում հնազանդվել Տիրոջը։ Տեր, ես կանեմ այն, ինչ դու պատվիրում ես։ Սա առաքինություն է, բարու ցանկություն է։ Ես ուզում եմ անել այնպես, ինչպես Տերն է ասում։ Թողում ենք մեր ընծան, գնում ենք մեր եղբոր մոտ, բարիշում ենք, վերադառնում ենք, բայց շարունակում ենք աշխատել շարժառիթների վրա եւ նորից հիշում ենք. Տեր, ես ուզում եմ քեզ հնազանդ լինել։ Ես ուզում եմ դա անել քեզ հաճոյանալու համար։ Եվ հետո իմ ընծան տալով նորից կասեմ. Տեր, ես հնազանդ կլինեմ քեզ։ Եվ մենք կրկին վերադառնում ենք այս շարժառիթներին, այս քայլին, այսինքն մենք արագ անցնում ենք, բայց երբեք մի կողմ չի նետվում, եւ մենք երբեք չենք փակում մեր աչքը դրա վրա։ Եվ իրականում շատ խնդիրներ կան շարժառիթների հետ աշխատելու վերաբերյալ, բայց բոլորը չենք հասցնի ուսումնասիրել։ Այնպես որ կարծում եմ, որ մենք շարունակենք խոսել այս մասին անձնական հաղորդակցության մեջ։ Կարող եմ նաև կիսվել ձեզ հետ այս թեմայի նյութերով, եւ եթե Աստված կամենա, ես արդեն սկսում եմ գիրք գրել հոգեվոր աճի մասին։ Եթե Աստված կամենա, սա ավելի մանրամասն կներկայացվի այս գրքում, մեծ թվով բացատրություններով եւ նկարազարդումներով։ Այսպիսով եկեք աղոթենք եւ խնդրենք Աստծուն, որ նա օգնի մեզ ճիշտ նայել մեր շարժառիթներին, ճիշտ վերաբերվել դրանց, չընկնելով որևէ փոսերի մեջ, որոնք դարանակալում են մեզ մեր ճանապարհի եզրերին, եւ խուսափելով բոլոր տեսակի թակարդներից, ձգտելով ամեն ինչում հաճեցնել Տիրոջը։ Եկեք աղոթենք։
Աստված մեր, ի սրտե շնորհակալություն ենք հայտնում քո խոսքին անդրադառնալու հնարավորության համար։ Շնորհակալ ենք Սուրբ Գրքի համար, որը այնքան պարզ ու հասկանալի է եւ այնքան տեղին, որ միշտ խոսում է մեր սրտերի հետ եւ միշտ խոսում է այն մասին, թե ինչ կարեւոր է մեզ համար եւ ինչ նշանակություն ունի։ Նա զգուշացնում է մեզ վտանգի մասին։ Դու ասում ես, որ քո խոսքը ճրագ է մեր ոտքերին եւ լույս է մեր ճանապարհին։ Եվ մենք ցանկանում ենք հետևել քեզ ճիշտ շարժառիթներով։ Ցանկանում ենք հաճեսնել քեզ եւ կատարել քո կամքը։ Մենք այսօր հնարավորություն ունեցանք նայելու որոշ ծուղակների եւ թակարդների, որոնք մեզ սպասում են այս ճանապարհին, եւ քո խոսքը լուսավորում է մեր առջև գտնվող այս ծուղակներն ու թակարդները։ Այն ծառայեց որպես լույս մեր ճանապարհի համար։ Օգնիր մեզ չընկնել այս թակարդներից որևէ մեկի մեջ, այլ հաճելի լինել քեզ։ Օգնիր մեզ հաճելի լինել քեզ եւ արդյունավետ այն հարցում, թե ինչպես ենք մենք օգնում ուրիշներին քայլել քեզ հետևելու ճանապարհով։ Մեզ պահիր վտանգի ցանկացած մոլորությունից։ Աղոթում ենք դրա համար Հիսուս Քրիստոսի անունով։ Ամեն։